Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Հասանք 6-րդ նավահանգի սիրելիներ, որ կոչվում է Գալստյան Կիրակի։ Վերջին փակ պատարակն էր, հաջորդ Կիրակին արդեն ծաղկազարդ է Տիրոջ հրաշաբար մուտքը պիտի դիմավորենք դեպի Երուսաղեմ եւ մեր սրտերի մեջ, մեր հոգեվոր Երուսաղեմ։ Եվ Տիրոջ Գալստյան այս խորհրդի մեջ, Գալստյան Կիրակի մեջ շատ գեղեցիկ էր այսօրվա խորհուրդը, նախ հիշեցնելու մարդուն, որ ինքը անպայման դադաստանի առջև պիտի կանգնի եւ ցույց է տալիս ճանապարհը, ինչ պիտի անի մարդը, որ կանգնի եւ չամաչի, ամոթով չմնա եւ խայտարակ չլինի հավիտենական դատաստանի ժամանակ։ Մենք անցանք այս ամբողջ ճանապարհը, ապրեցինք արտաքսման Կիրակի խորհուրդը, թե ինչպես մարդը մեղքի պատճառով զրկվեց Աստծո ներկայությունից եւ դուրս հանվեց խաղաղության, սիրո Աստծո տանից եւ միայնակ մնաց այս աշխարհի մեջ իր մեղքերով, վախերով ու սխալներով։ Հետո մենք տեսանք անառակի Կիրակին, թե ինչ կատարվեց, երբ որ մարդը Աստծուց հեռու է լինում, մեղքի պատճառով ինչպես է մեղքը մարդուն ստրկացնում, գերի դարձնում եւ անաստունին հավասար դարձնում։ Տեսանք անիրավ տնտեսի պես, երբ որ Տերը պիտի հաշվետվություն պահանջի, բայց վախենում ենք աղոթել եւ աշխատել մեր փրկության համար եւ վերջին պահին ենք միայն փորձում ինչ որ բան անել Տիրոջը հաճելի լինելու համար։ Տեսանք անիրավ դատավորի Կիրակի խորհուրդը, թե ինչպես մենք իբրև մարդիկ երբեմն չենք վախենում Աստծուց, չենք ամաչում մարդկանցից, ինչ ուզում անում ենք, բայց մեր հոգին անդադար հիշեցնում է, որ մահ գոյություն ունի, մի քիչ էլի մասին մտածի, որ չտարապես։ Եվ այսօր 6-րդը Գալստյան Կիրակին։ Սա խորհրդանիշն է Քրիստոսի առաջին եւ երկրորդ գալուստների։ Առաջին անգամ երբ Տերը եկավ աշխարհ, մարգարեությունները կատարվեց, սիրելիներ, որ աշխարհի փրկիչը Մեսիան երկնքից պիտի իջնի, մարդ պիտի դառնա, մարդկանց մեջ պիտի ապրի, որպեսզի մեղքի մեջ թաթախված մարդը նորից կարողանա երկինք բարձրանալ, իր փրկությունը գտնել եւ նորից իր հորենական տուն վերադառնա հավիտենական կյանք ապրելու։ Եվ երկրորդ ամենակարևորը Քրիստոսի երկրորդ Գալստյան խորհուրդն է այսօր, որ Տերը իբրև դատավոր պիտի գա բոլորիս դատելու այս աշխարհի մեջ։ Եվ այսօր Հիսուս ցույց տվեց մեզ, թե ինչ պիտի անենք, որպեսզի մենք չդատվենք եւ ամոթով չմնանք։ Ասում է, երբ որ փարիսեցիները տեսան, որ Սադուկեցիներին Հիսուս լռեցրեց, ամաչեցրեց, մոտեցան եւ հարցրեցին. Տեր, ո՞րն է կարևոր պատվիրանը։ Եվ Տերն ասաց. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով, քո ամբողջ էությամբ։ Եվ երկրորդս նման է սրան. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Ուրեմն այս երկու պատվիրաններից է կախված մարդու թե հասարակական կյանքի որակը, ինչպիսի որակով դու կապրես, ինչ արժեք կթողնես այս աշխարհի մեջ, եւ թե ինչպես պիտի ներկայանաս Տիրոջը, որպեսզի ամոթով չմնաս։ Հարց է տալիս Հիսուս, չէ՞ մեկ ուրիշ տեղ։ Երբ որ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Եվ այս հավատքը պարզապես նա չէ, որ մենք սիրում ենք Տիրոջը կամ չենք սիրում, կամ ինչքան ենք հավատում, շատ ենք կարդում, քիչ ենք կարդում, այլ պետք է տեսնի մենք մեր հոգով, սրտով, մեր ամբողջ էությամբ պատրաստ ենք Տիրոջ համար լինելու։ Այ այսօր, որ մենք եկել ենք այստեղ պատարակի, մենք Տիրոջ սիրո համար ենք եկել, թե մեզ համար ենք եկել։ Եկել ենք մեր սերը խոստովանել Տիրոջից, թե Տիրոջ սերը լսել մեր համար, ինչ է ասում։ Եթե մենք այդ սիրուց դրդված չենք եկել, պարզապես Կիրակեր եկել ենք, մենք ձախողած ենք, սիրելիներ։ Եթե մենք սիրով չենք եկել Տիրոջ հետ նույնանալու, Տիրոջ հետ հաղորդակցվելու, աղոթքով նորից վերականգնելու մեր մեղքով վարակված էությունն ու մեր ամբողջ մարմինը, ուրեմն մենք սխալ տեղում ենք հայտնված։ Մեզ առաջնորդողը սերը պիտի լինի, որ սիրում ես Տիրոջը, դրա համար ես գնում իր տուն, դրա համար ես առավոտյան շուտ արթնանում գալու Տիրոջը փառաբանելու։ Ինչպես լսեցիք ես, երբ որ ծածուկ աղոթներ էի կարդում, ասում ենք. Տեր քո ողորմությամբ մեր գիշերվա հանգստյան քնից արթնացրեցիր, հրավիրեցիր այստեղ, որպեսզի մենք քո անունը փառավորենք, քեզ պաշտենք։ Եվ այս նպատակով է այս փառաբանությունը։ Եվ երկրորդ Տիրոջ սիրելուց սկսվում է նաև մեր դիմացին սիրելը։ Երբ Տերն ասում է սիրիր քո եղբոր ինչպես ինքդ քեզ ես սիրում, սա պարզապես մեր օրինակցական եղբոր մասին չէ,
այլ ցանկացած մարդու քրիստոնյա է, անհավատ է, հեթանոս է, չարագործ է, ազնիվ է, բարի է, առանց խտրականության պիտի կարողանա սիրել այդ մարդուն իր թերություններով։ Շատ հեշտ է սիրել գեղեցիկ եւ կատարյալին։ Շատ, բայց կարևոր է սիրել հիվանդին, տկարին, մեղքի մեջ թաթախված մարդուն, որովհետեւ ցանկացած մարդ, ով որ մեղքի ճանապարհը բռնում է, պատճառը մեկն է՝ սիրո պակասը։ Դա կլինի մեր ծնողներից, մեր ընկերներից, մեր հարազատներից, ովքեր են սերը հոգևոր չեն փոխանցել մեզ, որպեսզի մենք կարողանանք իրականում սիրել։ Եվ այս սիրելու մեջ նաև ոսկե օրենքն են կատարում, ինչ որ ուզում ես մարդիկ քեզ համար անեն, նույնը դու արա մարդկանց համար։ Մենք բոլորս սիրում ենք, որ մեզ տեսնեն, գնահատեն, կարևորեն, արժևորեն, հարգեն։ Նույնը դու պիտի անես, առանց ակնկալելու, առանց որևէ բան սպասել։ Եթե դու ինչ-որ բան անում ես ու սպասում ես, որ քեզ պիտի գովերքեն, կորցված է քո այդ արարքը։ Երբ որ դու սիրում ես, բայց ակնկալ որ քեզ ավելին սիրեն, քան դու կաս, դու արդեն ձախողած ես։ Երբ որ դու աղքատին դրամ ես տալիս ու նրա անուն ազգանունը հարցնում ես, արդեն ձախողած ես քո առաքելության մեջ։ Այս սիրո մասին էր այսօրվա այս խորհուրդը, որ մինչև այս երկու պատվիրանը քո առջև դրված չկատարես, չպահես, պիտի վախենաս Տիրոջ դատաստանից։ Եվ շարունակության մեջ դարձավ ինչ ասաց Տերը։ Այսօր Տերը 7 անգամ ասեց. «Վայ ձեզ կեղծավորներիդ»։ Ամենասարսափելի բանը այս աշխարհի մեջ կեղծավորությունն է, որը մենք ինչ որ մենք չենք, բայց ներկայացնում ենք այդպես։ Տեսեք ինչ ասաց այսօր. «Վայ ձեզ կեղծավորներիդ, որ ձեր աղոթներն եք երկարացնում, մարդկանց առջև ժպտում եք, բայց իրականում ձեր սրտերը շատ հեռու են այդ սիրուց։ Վայ ձեզ, որ ծով ու ցամաք եք կտրում, գնում եք մեկ հոգի դարձի բերելու, բայց դարձի բերից հետո ավելի վատ գեհենի որդի եք դարձնում այդ մարդուն։ Վայ ձեզ, որ սիրում եք հրապարակներում ողջուներ ընդունել, բայց դուք իրականում այդ մարդկանց չեք սիրում։ Վայ ձեզ, որ արտակնապես գեղեցիկ ու մաքուր եք երևում, բայց ձեր ներսը նեխած է, ինչպես գերեզմանը։ Ինչպես շատ-շատեր այսօր մարդու մահից հետո ճոխ գերեզմաններ են կառուցում, որոնց որ տակը փտած է, ոչ մի բան չկա։ Այդ մարդուն իր կենթանության օրոք պիտի սիրեիր։ Այդ մարդուն իր կենթանության ժամանակ պիտի այդպես զարդարեիր, գեղեցիկ կյանք ապով իր համար։ Ես շատ հաճախ եմ ասում, մեռնելուց հետո պետք չի որևէ մեկին ասել ես քեզ սիրում եմ։ Պետք չի։ Այսօր պիտի այդ մարդուն ասես, որ ես քեզ սիրում եմ։ Մահվան ժամին պետք չի ասել Տեր, փրկիր ինձ, քո կարիքն ունեմ։ Այսօր պիտի ասես Տեր, սիրում եմ քեզ, արի եւ բնակվիր իմ մեջ։ Տեր, կանչում եմ քեզ, արի իմ տան մեջ բնակվիր, իմ զավակի մեջ բնակվիր, իմ զավակին քո շնորհի մեջ պահիր, իմ սիրտը մաքուր պահիր, իմ լեզուն ամեն չար ու բամբասող խոսքերից հեռու պահիր։ Այսօր պիտի ասես այդ ամենը։ Որտեվ Տերը երբ որ գա, դատավոր է գալու, արդար դատավոր, չի գալու բժշկի պես, չի գալու ողորմություն անելու, գալու է դատելու։ Եվ այս ամբողջից է կախված, եւ տեսեք այսօրվա վերջին հատվածը լաց եղավ, ասաց Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ կամեցակ ես հավաքել իմ թևերի տակ, ինչպես հավը թուս իր ձագերին է հավաքում։ Ամեն մեկը ձեր անունը դրեք այդտեղ։ Տեր Շաբաշ, ինչքան ցանկացա քեզ իմ թևերի տակ հրավիրել։ Վարդան, Գուրգեն, Արմեն, Արմինե, ինչքան փորձեցի ձեզ հրավիրել իմ թևերի տակ ապրելու, բայց դուք աշխարհն ավելի շատ սիրեցիք եւ աշխարհի համար ապրեցիք։ Եվ այսօրվա Կողոսացնի նամակը Պողոս Արաքյալի, զգուշացեք, հզգուշ եղեք, որովհետև շատերը պիտի գան ձեզ խաբելու, մոլորեցնելու, փիլիսոփայությամբ, գիտությամբ, կեղծավորությամբ, անհավատությամբ, հարստությամբ փառքով, աշխարհահռչակ դառնալու մոլուցքով պիտի խաբեն ձեզ, բայց վախճանը մեկն է։ Եվ ամբողջ այս պատմության մեջ մեկ բառ կար. զգուշ եղեք, ուշադիր եղեք, զգոն եղեք, որովհետև որտեղ որ չեք սպասում, այնտեղից պիտի ձեզ հարվածեն։ Ումից որ չէիք սպասում, ձեզ պիտի դավաճանի։ Ում որ վստահում էիք, ձեզ պիտի մատնի, ում հետ որ հաց էիք կիսել, ձեզ պիտի ուրանա։ Միայն Տերն է, որ ձեզ համար պիտի լաց լինի, ձեզ համար պիտի տառապի եւ ձեզ համար պիտի աղոթի, որ մենք չարժանանանք այդ դատաստանին։ Եվ հաջորդ կիրակին, որ գալու է Տերը հրաշափառ իր մուտքով, այդ հրավերն է, սպասում է մեզանից, մենք իրենից ինչ ակնկալիք ունենք եւ մենք ինչ հրավեր ենք ուղարկել իրեն, որպեսզի մենք կարողանանք ապրել։ Մեղք մեր ամբողջ կյանքում մեզ պիտի հետապնդի սիրելիներ։ Այս մեղքերը, որ թվարկեցի բոլորը, պիտի գան մեր հետևից մինչև մեր մահվան վերջին ժամը։
Սուրբ Օգոստինոս Երանելին մինչև իր քրիստոնյա դառնալը անբարո կյանքով էր ապրում, սիրելիներ։ Անառակության մեջ, օրնիկ կանանց հետ, հարբեցողությամբ, զվարճանքներով նրա մայրը միայն անդադար աղոթում էր իր որդու դարձի համար։ Երբ որ արդեն Օգոստինոսը դարձի էր եկել, բարեպաշտ ու ազնիվ քրիստոնյա էր դարձել, մի օր Հռոմի փողոցներով քայլում էր եւ ասում է մի պոռնիկին տեսավ գոռաց. Օգոստինոս, Օգոստինոս, սիրելիս, ես եմ, չես ճանաչում ինձ, ես չեմ փոխվել, ինչու ես ինձնից հրաժարվում։ Ասում է, բայց ես եմ փոխվել, ես առաջվանը չեմ այլևս եւ չեմ ուզում իմ մեղքի կյանք ապրել եւ փախնում է այդ կնոջից։ Նույնը մենք պիտի այսպես պատասխանենք, որ մենք առաջվանը չենք այլևս, այն մեղքերը, որ մենք գործում ենք Քրիստոսին ճանաչելուց առաջ, այսօր չպիտի գործես։ Այն մեղքերը, որին դու տենչում ես, ցանկանում ես, այսօր պիտի կտրականապես հրաժարվել։ Կամանց չէ, դանդաղ դա մահվան է տանում։ Ուղղակի պիտի ասես, ես այսօր նոր մարդ եմ դառնում եւ նոր մարդ պիտի ապրեմ այս աշխարհի մեջ։ Եվ այս անցավոր կյանքի մեջ այդ նորությունը պիտի ունենաս քո կյանքի մեջ, որpիսի երբ որ Տերը գա այս աշխարհի մեջ դատաստանը անելու, մենք չամանչենք, ամոթով չկանգնենք, չասենք Տեր կներես, ժամանակ չեմ ունեցել, չեմ հասցրել, ինչպես ծույլի աշակերտը, որ ասում է հիվանդ էի, գլուխս էր ցավում, տանը լույս չկար, հյուրեր էին եկել, այսպես պատճառաբանություն, որ ասի, չի մեկ բառ պիտի ասեր, ծուլացել եմ, չեմ արում, կներեք։ Բայց մեր ծուլությունը այդ դատաստանի ժամանակ արդարացում չպիտի բերի։ Մեր գլուխը պիտի կախենք, ամոթով պիտի մնանք, որովհետև չենք կարող ասել, որ ժամանակ չենք ունեցել, շատ ենք ունեցել։ Մի ամբողջ կյանք, մեր ծնվանից մինչև մահվան օրը այդքան ժամանակ ենք ունեցել ապրելու, բայց այդ ժամանակը մենք օգտագործել ենք այլ նպատակների համար։ Այս աշխարհի մեջ գիտելիք ունենալ, դիպլոմ ստանալ, տուն ունենալ, հաշվիդ վրա շատ փող ունենալ վատ բան չէ, սիրելիներ։ Աստված չի արգելել որևէ մեկին ապրել այս աշխարհի մեջ, բայց ասել է սրա գերին չդառնաք, սրա համար չապրեք այս աշխարհի մեջ։ Մենք չենք կարող մամոնային, փողին եւ Աստծուն միաժամանակ ծառայել, անհնար է։ Հոգիդ պիտի կորցնես, կամ պիտի ընտրես աշխարհը իր մեղքերով հանդերձ, կամ Տիրոջը պիտի ընտրես։ Դու ես, ընտրությունը քո առջև է դրված, ընտրողը դու ես։ Տերը քեզ չի ստիպելու, չի համոզելու, Տերը քեզ քաղցր ձայնով կանչելու է. ինձ եկեք, իմ հոր օրհնվածներ, մեղքով ծանրաբեռնվածներ, ձեզ պիտի հանգստացնեմ։ Այս հրավերն է Տերը մեզ ամեն եւ ամենակարևոր բառը՝ զգույշ եղեք, ուշադիր եղեք, զգոն եղեք, ուշիմ եղեք, ձեր զգոնությունը չկորցնեք։ Երբ է թշնամին հարձակում, երբ որ մարդ իր զգոնությունը կորցնում է։ Թշնամին միշտ հարձակում է լուսաբացին, երբ որ մարդու աչքերը արդեն ծանրանում են, ուզում է քունը տանել։ Հենց աչքերը փակեց, թշնամին հարձակվում է։ Նույնն էլ մեր կյանքի մեջ է։ Սատանան երբեք չի քնում։ Որևէ պահ չի դադարում մեր դեմ չարախոսելուց, չի դադարում մեր դեմ դավեր նյութելուց։ Եվ ինչպես Պետրոս Արաքյալն ասում, մռնչացող առյուծի պես, իր ворսը փնտրող առյուծի պես մեր շուրջ բոլորը պատտվում է եւ ասում է հարմար պահ է սպասում մեզ կուլ տալու համար։ Առիթը մենք ենք ստեղծում։ Առիթը մենք ենք տալիս, որ կարող ինքը մեզ վրա հարձակվել։ Երբ որ մենք մոռանում ենք, մեկ պահ մոռացանք, զգոնությունը կորցրեցինք, Քրիստոսի ձեռքը բաց թողեցինք, հարյուրավոր փամփուշտներ, նետեր մեղքի տեսքով պիտի գան ու դիպչեն մեզ։ Հիմա ինչ պիտի անի մարդը այս ամբողջի մեջ։ Ամենավտանգավոր բանը կեղծավորությունը պիտի հանի իր կյանքից։ Սարսափելի բան է կեղծավոր կյանքով ապրել։ Ցույց տալ մի բան, որ չես։ Ապրել այնպես, որ դու չես սիրում։ Ցույց տալ, որ դու խոնարհ ես, ազնիվ ես, բայց ներսումդ այրվում ես։ Քեզ դուր չի գալիս այդ ամենը, բայց դու անում ես։ Երբ որ դու մեկին ստիպված ես ժպտում, դա կեղծավորություն է։ Աստված մեզանից կատարյալ հավատացյալներ չի սպասում, մեզանից անկեղծ քրիստոնյաներ է սպասում, որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Մենք այս խոսքը, որ ասացինք, ժպտացինք, իրականում այդպես ուզում էինք ասել, թե պարզապես ձևացրեցինք, որովհետև վախենում ենք, կախվածություն ունենք, մեր պաշտոնը կկորցնենք, աշխատանքը կորցնենք, դրա համար ենք ժպտում։ Բայց երբ որ դու այս ամենը հաղթահարում ես քո կյանքի մեջ, դու այն ես ինչ որ կաս, չես վախենում, որովհետև Տերը չի թողնում իր ծառային։ Երբ որ դու ազնիվ ես քո գործի մեջ, քո խոսքի մեջ, քո աշխատանքի մեջ, Տերը քեզ մենակ չի։ Այո, նեղություններ կունենանք, փորձություններ կունենանք։ Մարդիկ մեզ կարող են չարախոսել, նախանձել, բայց դա պատճառ չի դառնա, որ դու հրաժարվես այն ազնվությունից, որ Քրիստոսով ստացել ես։
Երկրորդ քոս համար պիտի թողնես ձևականությունը, չձևացնես, որ դու հավատացյալ ես, որովհետև մարդիկ մեզ հետևում են, նայում են, ինչպիսին ենք մենք եկեղեցում, ինչպիսին ենք մենք եկեղեցուց դուրս, ինչպիսին ենք աշխատավայրում, ինչպիսին ենք մեզ անծանոթ շրջապատի եւ ինչպիսին ենք մենք մեր բարեկամների միջավայրում։ Եվ այդտեղից են մեր մասին կարծիք կազմում։ Կան մարդիկ, ովքեր յուրայիններ կան, ազատ են, խոսում են, նույնիսկ բարձր հռռում են, ծիծաղում են, անշնորհ անեկդոտներ են պատմում, ուրախանում, բայց երբ որ եկեղեցուց կամ անծանոթ մի մարդ կա, մենք չափված, ձևած, զուսպ լուրջ դեմքով նստած ենք, կարծեք ամբողջ աշխարհի իմաստությունը մեզ վրա է, մենք այդպես ամեն օր ապրում ենք։ Սա էլ ձևականությունն է։ Մենք բովանդակային կյանք պիտի ունենանք այս աշխարհի մեջ, որ Տիրոջ գալստյան ժամանակ չամանչենք եւ ամոթով չմնանք։ Եվ ինչ է մեզ պետք անել։ Արդարությամբ ապրել, ազնվությամբ ապրել, առանց ամանչելու։ Մի վախեցեք այդպեսին լինել, սիրելիներ։ Դրա մեջ վատ բան չկա, դա թուլություն չէ, խոնարհությունը տկարություն չէ, ազնվությունը մեզ համար դատապարտության կնիք չէ, հակառակը դա մարդուն բարձրացնում է։ Ինչպիսին որ լինես, ով որ գա դու պիտի նույնը մնաս, չփոխես քեզ, որովհետև դու գիտես մեկ հոգի կա իր առջև պատասխանատու ես, դա Հիսուս Քրիստոսն է։ Մարդիկ այսօր մեր մեղքերի մասին կարող են ժամերով խոսել, 1 ժամ հետո մոռանալ, մեզ սրբացնել, հետո նորից մեզ անարգել։ Բայց Տերը մի սպասում է, որպեսզի մեզ բարձրացնի։ Տերը մի սպասում է, որպեսզի մեզ ընկած մարդկանց թույլ չտա, որ տրորեն։ Աշխարհը մեզ պիտի տրոր, եթե մենք ընկանք, բայց Տերը հակառակը ձեռքը միշտ մեկնած է, որպեսզի մենք բարձրանանք։ Եվ այս գալստյան Կիրակի մեջ, սիրելիներ, մաղթանքս մեկն է, որպեսզի մենք չտարվենք այլև այլ բաներով այս աշխարհի մեջ։ Ամեն բան ունեցեք ձեր կյանքի մեջ, վատ բան չկա դրա մեջ, բայց դրա մեջ միշտ Տիրոջը փնտրեք նաև։ Ամեն մի տրված պարգևի մեջ Տիրոջ ներկայությունը զգացեք ձեր կյանքի մեջ։ Այն ջուրը, որ խմեցիք, Տիրոջ համ ու հոտը զգացեք։ Այն խոսքը, որ լսեցիք, Տիրոջ քաղցր ձայնը լսեք դրա մեջ։ Եվ Տիրոջ խաղաղությունը ձեր հոգու հետ կլինի։ Տիրոջ ներկայությունը ձեր կյանքի մեջ կլինի։ Այն խոսքը, որ դուք ասելու եք, թող օրհնության խոսք լինի, որպեսզի ձեզ վերադառնա Աստծո ողորմությամբ։ Այն բարիքը, որ պիտի գործեք, թող ձեզ համար ողորմություն դառնա։ Ում որ դուք տալիս եք կմոռանաք, Տերը երբեք պարտքի տակ չպիտի մնա, ավելիով ձեզ պիտի վերադարձնի։ Այն գործը, որ պիտի անեք, այսօրվա ձեր պետքերի համար մի արեք։ Արեք այնպես, որ մարդիկ ուրախանան ձեր գործից, շատերն օգտվեն այդ գործից։ Այն հացը, որ պիտի տակ աղքատին, աղոթքով տվեք աղքատին, որ աղքատի օրհնությունն ու խնդրանքը Տիրոջ մոտ ձեզ համար լսելի լինի։ Երբ որ Տերը գա, ասենք Տեր, ահավասիկ մենք քո ծառաները պատրաստ ենք, արիր մեր կյանքի մեջ եւ ուրախությամբ ընդունենք Տիրոջ, երբ որ Տերը գա, մեզ պատրաստ տեսնի։ Ինչպես որ Գեթսեմանի աղոթքի ժամանակ երբ Հիսուս աղոթում էր, 3 անգամ եկավ տեսավ իր աշակերտները քնած են, ասաց ինչը չդիմացաք։ Ուրեմն այս դիմադրությունն է նաեւ մեզ անհրաժեշտ այս աշխարհի մեջ, որ դիմանանք ամեն տեսակ փորձության, նեղության, հալածանք, ինչ որ կլինի, այսօրվա խոսքի մեջ պատերազմներ պիտի լինին, ջրհեղեղներ պիտի լինի, հիվանդություններ պիտի լինեն, սով պիտի լինի, շատերի համբերությունը պիտի կորսվի ընդմիշտ, մարդիկ չպիտի համբերեն, բայց այս ամենի մեջ մեկ կարևոր բան կա՝ Տիրոջ խոստումը։ Ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը։ Եվ այս ընթացքում Տերը մեզ երբեք միայնակ չի թողնելու, սիրելիներ։ Մի օր ինքնաթիռով այս գեղեցիկ պատմությամբ փակենք այսօրվա թեման։ Երբ որ ինքնաթիռը գնում էր օդի մեջ, հանկարծ սկսեց տատանվել ինքնաթիռը։ Բոլորը վախեցան։ Սարսափ, նույնիսկ հոգևորականը նստած վախեցավ մի պահ, որ գուցե հիմա ինքնաթիռը վնասվի եւ իրենք բոլորը կործանեն։ Բայց այդ պահին նկատեց, որ մի փոքրիկ աղջնակ իր համար խաղում է, երգում է, հեչ պետքն էլ չէ թե ինչ է կատարվում ինքնաթիռի մեջ։ Երբ ամեն ինչ խաղաղվեց, հանգստացավ, քահանան մոտենում է, ասում է. «Աղջիկս, դու չվախեցար»։ Ասում է. «Ոչ», ասում է, որտեվ ինքնաթիռի օդաչուն հայրս էր եւ ինձ խոստացել էր. ինչ է որ լինի, քեզ ապահով տեղ պիտի հասցնեմ»։ Այս վստահություն ունեցեք ձեր կյանքի մեջ, ինչ էլ որ լինի, Տերը մեզ անպայման անվնաս պիտի հասցնի իր փառավոր արքայության մեջ, որ պատրաստված է մեզ համար, սիրելիներ։ Եվ այդ վստահությունից է կախված նաև թե տատանումների մեջ մենք ինչպիսի կեցված պիտի պրենք, պիտի վախենանք Պետրոս Սարաքյալի պես ալիքներով քայլելուց, թե պիտի քաջաբարնանք Հիսուսի աչքերին եւ գնանք ասենք. Տեր, մենք եկել ենք, պատրաստ ենք, քննիր մեզ։ Թող Տեր օրհնի բոլորիս
իր խաղաղության ու սիրո մեջ վայ սիրելիներ, որպեսզի երբեք ամոթով չմնանք, այլ հակառակը միշտ Տիրոջ հավատարիմ իբրև ծառաներ, իբրև հավատացյալ ժողովուրդ, մեր ձեռքը ամուր պարզած պահեն Քրիստոսին, ինչպես Քրիստոսի գիրկն է միշտ բաց, սպասում է մեզ, մենք չվախենանք մեր ձեռքերը բացենք ու այն անմեղ երեխաների պես վազենք ու թռնենք Տիրոջ գիրկը եւ Տերը գրկի մեզ, այդ ջերմությունը զգանք, ապրենք եւ ասենք. «Օրհնյալ ես Տեր, որ գալու ես Տիրոջ անունով»։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, Սուրբ Հոգու ներկայություն ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։